Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Իրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում եւ գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում։ Կողմերի միջև սակայն խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում։ Փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները։ Ինչ իրավիճակ է այս փուլում եւ ինչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմ ունենալ Հայաստանի վրա։ Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք արևելագետ պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Միրզաբեկյանի հետ։ Պարոն Միրզաբեկյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Իրանի եւ Իսրայելի միջև հիմա տեսանելի պատկերը ինչ եզրակացությունների հնարավորություն է տալիս։ Իսրայելը կարողանում է հասնել իր նպատակներին։ Շնորհակալություն հարցի համար։ Այո, իսկապես պատերազմը երկարում է, ինչպես կարելի է նշել, որովհետև այն խոստանում է լինել ավելի երկարատև եւ կարելի է ասել, որ պատերազմը կախված է այս դեպքում Իրանի դաշտում չի գտնվում եւ կախված է Իսրայելից, Իսրայելի գործողություններից, որոնք որ առավելապաշտական նպատակներ են իրենց առջև դրել, ինչ վերաբերում է նրան, թե ինչքանով են կարողանում հասնել իրենց նպատակներին, ապա այո, նրանք ծանր կորուստներ պատճառել են Իրանին, իհարկե հակառակ գործընթացն կա, բայց իրենք ավելի այսքան կորուստներ են պատճառել Իրանին, սակայն կախված է նրանից, թե ինչ ենք ասում, ինչ ենք հասկանում դրա տակ, որովհետև նույն Իսրայելը հայտարարել էր եւ հայտարարում է, որ իրենց նպատակներից մեկը միջուկային ծրագրի լուծարումն է Իրանի միջուկային ծրագրի, այսինքն մի հանգամանք, որին ոչ չէին կարողացել հասնել Իրանն ու Միացյալ Նահանգները բանակցությունների միջոցով։ Այսինքն նրանք ցանկանում են, նրանք չեն բավարարվում, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք, այլ նշում են, որ Իրանը անգամ քաղաքացիական նկատառումներով չպետք է նաև հարստացնի ուրան եւ պետք է զրկվի միջուկային օբյեկտներից։ Հետևաբար, եթե սա ենք վերցնում նվազագույն ծրագիրը Իսրայելի, ապա Իսրայելը մինչև օրս չի կարողացել եւ չի կարողանում հասնել իր նպատակին։ Ինչու՞, որովհետեւ Իրանը մինչև օրս եւ այսօր էլ Իրան ամենաբարձր մակարդակով նախագահ Փեզեշքյանի մակարդակով երեկել արտգործնախարար Աբբաս Արաղչիի մակարդակով նշել է, վերահաստատել է դիրքորոշումը, նշել է, որ իրենք պատրաստ են, այսինքն ցանկացած համաձայնագրի տակ ստորագրել, որը կենթադրի, որ Իրանը միջուկային զենք չի ունենալու, սակայն նա պատրաստ չէ ստորագրել մի փաստաթուղթ, որը կնշանակի, որ Իրանը զրկվել է իր միջուկային օբյեկտներից։ Հետևաբար, եթե այս ենք վերցնում, այսինքն այն ինչ որ Իսրայելը հայտարարել էր որպես ծրագիր, ապա նա չի կարողանում հասնել այդ ծրագրին։ Երկրորդ գլխավոր նպատակներից մեկը կարծում եմ այն էր, որ Իսրայելը փաստորեն եւ սա ակնհայտ էր այս 4 օրյա դերևս պատերազմի ընթացքում, որ Իսրայելը ցանկանում էր, որպեսզի ավելի ընդգրկուն տարածաշրջաններ սա այս պատերազմը ընդգրկի, տարածվի եւ ներքաշվի Միացյալ Նահանգները։ Եվ այս հարցում փաստորեն Վաշինգտոնը կանաչ լույս չվառեց Իսրայելի, չնայած որ գործողությունների առումով ըստ երևույթին այսքան սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ։ Եվ ամենակարևոր նպատակներից մեկը կամ գուցե հեռահար գնացող կամ պլան բեն այն էր, որ հենց ամենաբարձր մակարդակով, այսինքն Իսրայելը ակնարկում է կամ նշում է, որ ցանկանում է իշխանափոխություն կամ վարչակարգի փոփոխություն Իրանում։ Հետևաբար, եթե որը որ բնականաբար չի կարողանում հասնել եւ եթե այն նվազագույն նպատակների նույնպես չի կարողանում հասնել, ապա ավելորդ է սրա մասին խոսելը։ Սակայն այստեղ այլ հանգամանք կա, այն որ եթե մինչ հասնելը կամ փորձել հասնել իրենց նպատակներին, որը որ հաջողվի, փաստորեն Իսրայելը ակտիվ գործողությունների միջոցով ցանկանում է լիարժեքորեն կամ հնարավորինս սահմանափակել կամ թույլատնել Իրանի ռազմական պոտենցիալը, թե հարձակվողական, թե պաշտպանողական։ Այդ է պատճառը, որ Իսրայելի հիմնական հարվածները հասցրվում են ոչ միայն միջուկային օբյեկտներին, որպես իրենց հիմնական նպատակ, այլ դրանք գնում են դրանից անդին, այլև եւ դրանով փաստորեն Իսրայելը թիրախավորում է թե նավթագազային ենթակառուցվածքները, թե օդանավակայանները, թե ռազմական, թե քաղաքացիական եւ նաեւ այլ հարվածներ հասցնում բարձրագույն զինվորական կազմին։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Իսրայելի նպատակը այլ է, նպատակն այն է, որ ապագայում Իրանը զրկվի իր ռազմական լուրջ ներուժից։ Սովորաբար մինչև պատերազմի մեկնարկը կողմերը շատ այսպես մեծ հայտարարություններ են անում, բայց երբ արդեն գալիս է բուն գործողությունների փուլ, ամեն ինչ ավելի ակնհայտ է դառնում։ Այս դեպքում, երբ արդեն մի քանի օր շարունակվող ունենք բուն գործողություններ, ունենք պատերազմական գործողություններ, կարող ենք արդեն առանձնացնել, թե որոնք են կողմերի ուժեղ եւ թույլ կողմերը։ Շնորհակալություն, այո, կարող ենք առանձնացնել, ըստ իս Իսրայելի ուժեղ կողմերից մեկը օդային գերակայությունն է, այստեղ Իրանը զիջում է
հաշվի առնելով շատ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ պատճառներ, մասնապես Իրանը ունի կործանիչներ, իսկ Իսրայելը ունի Միացյալ Նահանգների արտադրության F-35 5-րդ սերնդի կործանիչները, F-16 կործանիչները, դե գիտենք Իրանը 40 տարուց ավելի բաժամիջոցների տակ է գտնվում։ Բացի այդ հետախուզության ոլորտում, այսինքն Իսրայելը կարծում եմ, որ առավելություն ունի Իրանի նկատմամբ, այն իմաստով, որ նրանք փաստորեն նաև ըստ իրանական աղբյուրների էլ մենք տեսնում ենք, որ տարբեր բազաներ ունեին անօդաչու թռչող սարքերի հենց Իրանի ներսում եւ որոնց միջոցով էլ նրանք հարվածներ էին հասցնում փաստորեն Իրանին։ Այս երկու ուղղությունը ես կնշեի, որ ակնհայտորեն այսինքն առավելություն է տալիս, այսինքն այս ոլորտներում ակնհայտ առավելություն ունի Իսրայելը։ Ինչ վերաբերում է Իրանին, ապա նշեցի այսինքն այսպես ասած թույլ կողմերը, բայց նաև հակաօդային պաշտպանությունը նույնպես սկզբում խոցելի թվաց, չնայած որ իրանական կողմը նշում է, որ էլի մի քանի նույն F-35 է խոցել, այնուամենայնիվ չեմ կարծում, որ սա ամենաուժեղ կողմերից է Իրանի պաշտպանության, որովհետև այն ոչ արդիական, այս 400-ներ չէ, որ ունի Իրանը, դիցուք հակաօդային պաշտպանության միջոցներ, եւ Իրանը ունի կործանիչներ, ինչպես ասացի, եւ Իրանին մնում է ավելի շատ պայքարել դրոների միջոցով եւ բալիստիկ եւ թևավոր հրթիռների միջոցով, իսկ ահա դա է կարելի ասել հիմնական խաղաթուղթը Իրանի, որը թույլ է տալիս պատշաճ կերպով պատասխանել եւ որից որ Իրանը ունի ըստ երևույթին շատ մեծ քանակության մասին է խոսքը, այլապես 4 օր այսպիսի ինտենսիվ ռազմական գործողությունների չէին դիմանում։ Իսկ որքանով է ուժեղ այդ խաղաքարտը, որպեսզի Իրանը ստիպի, որ Իսրայելը հաշվի նստի, այսինքն ըստ էության գա հրադադարի, որովհետև երբ այդ բալիստիկ հրթիռներն արձակվեցին, օրինակ մեր հանրության շրջանում էլ այսպիսի միանգամից ոգևորություն, նրանք ովքեր մեր հարևաններին էին պաշտպանում, չէ՞, տեսեք Իրանը ինչպես պատժեց, ամբողջությամբ այսպես հրթիռներ լցրեց իսրայելցիների գլխին, բայց մասնագետի կարծիքով դա որքանով էր ուժեղ հարված եւ որքանով կարող է Իսրայելին բերել adekvatության դաշտ։ Ես իհարկե ռազմական փորձագետ չեմ, բայց որքան որ վերլուծում եմ այդ զարգացումները, ապա հետեւյալ պատկերն է ուրվագծում, մեկ անգամ ասել եմ, որ հարցը ոչ թե քանակական պատասխանի մեջ է, այլ որակական եւ արդյունավետության։ Այսինքն դու էլի կարող ես շատ հրթիռներ արձակել, բայց դրանք պետք է լինեն շատ գերթիրախային, ինչպես օրինակ Իսրայելն է, գերթիրախային ծանր կորուստներ հասցրել Իրանին։ Ներկայում դժվարանում եմ ասել, թե արդյոք համաչափ է Իրանի ցույց տված կորուստը Իսրայելի ցույց տված այսինքն հասցրած կորուստի հետ։ Կարծում եմ, որ այստեղ ի վերջո Իսրայելը նորից ավելի առավելություն ունի, հաշվի առնելով այն, որ Իսրայելի գործողությունների հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան մի շարք զինվորականներ, առնվազն 12 գեներալ, որոնք առանցքային պաշտոններ էին զբաղեցնում եւ դերակատարներ են Իրանի բարձրակույն զինված ուժերում։ Իհարկե, սա նաեւ քարոզչական ֆոնի ներքո չեն կարող ասել, թե կողմերը ինչ հաջողություններ են հասել, հաշվի առնելով որոշ տեղեկությունների սակավությունը, սակայն կարծում եմ, որ այս առումով Իսրայելի հարվածները ավելի ցավոտ էին, սակայն սա չի նշանակում, որ Իսրայելը կարողանում է հասնել իր դրած հիմնական պահանջներին կամ նպատակներին, դրա վառապատշտեն, ինչպես նշեցի, հենց նույն Իրանի պաշտոնական հայտարարություններն են, որ եթե հասներ, ապա նման հետ քայլի մասին դիրքորոշում չէին հայտնի, հետ քայլ չկատարելու մասին։ Պարոն Միրզապետյան, գնալով այս բախում ըստ էության ավելի է մեծանում։ Գոնե թե հրապարակային տեսնելով ակնհայտ է այդ ամենը։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը, որքանով եք հավանական համարում մասշտաբների ավելի մեծացումը եւ ըստ այդմ նաեւ Միացյալ Նահանգների եւ նաեւ Եվրամիության ներգրավումը այս պատերազմում։ Իհարկե, ինչպես նշեցի, Իսրայելի նպատակներից մեկը այս պատերազմի ընդլայնումն էր եւ ակնհայտորեն սրան ձգտում է Իսրայելը, բայց դեռևս չի հաջողում եւ դեռևս նման քայլերի չի գնում։ Սրա հիմնական գրավականներից մեկը այն է, որ Միացյալ Նահանգները չի ներքաշվում պատերազմի մեջ։ Կարծում եմ, որ ակնհայտ է, որ Իրանը չի ցանկանում ռազմական էսկալացիա, որովհետեւ սա ի վերջո հօգուտ իրեն չի լինելու շարունակականությունը, որովհետև գտնվելով պատժամիջոցների տակ, սա էլ ավելի խնդիրներ է հարուցելու բայց Իսրայելը ամեն կերպ փորձելու է ներքաշել Միացյալ Նահանգներին եւ այլ կողմերին։ Եվրամիության մասով վստահ չեմ, կարծում եմ նրանք չեն ներքաշվի, իսկ ահա Միացյալ Նահանգների հետ կապված ամեն ինչից հետո Ֆրանսիայից էլ հայտարարություն եղել էր, եթե պետք լինի մենք Իսրայելին Ֆրանսիայի կողմից։ Բայց ամեն դեպքում այնպես չէ, որ նրանք շատ են շտապում, բացի խոսքերից աջակցելու Իսրայել
Իսրայելին, դա էլ այդպես չէ։ Հետևաբար կարծում եմ ներկա փուլում նման զարգացում սպասել պետք չէ։ Եվ այս զարգացումները տեղավորվում են երկկողմ հարաբերություններում, այսինքն Իրան-Իսրայելն են միմյանց դեմ հենց կոնկրետ պատերազմում ուղիղ իմաստով։ Այն, որ այս բախումները կարող են բացասաբար ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, փորձագիտական դաշտում չէին բացառում անգամ մինչ այս, երբ դեռ գործողություններ չկա, բայց վերլուծում են, եթե լինեն այսպիսի գործողություններ, ինչ տեղի կունենա եւ միայն այսպես հոռետեսական տրամադրություններ կային։ Բայց կարծես թե Ադրբեջանը այս հարցում գոնե թե հայտարարությունների մակարդակով բավական զգուշավոր դիրքորոշում ունի, թեև համարվում է Իսրայելի այսպես դաշնակիցը։ Ինչ վտանգներ կան այսօր կապված Ադրբեջանի հետ եւ բնականաբար Հայաստանն այս կողմում։ Շատ լավ, այո, իհարկե, մինչև պատերազմի մեկնարկն, երբ որ վերլուծաբաններով եւ այլ, այսինքն խոսվում էր ընդհանրապես այս կոնֆլիկտի հավանականության մասին, հիմնական մեզ վերաբերող հարցերում հիմնական վտանգը եւ հեռանկարը այն էր թվում հավանական, որ հնարավոր է սա հղի լինի երկրորդ ճակատի բացմամբ Իրանի դեմ եւ այստեղ որպես գործիք հանդիսանա կամ փորձի կարևոր գործոն հանդիսանալ Ադրբեջանը, մասնապես Սյունիքի մարզում որոշակի այսինքն նպատակներ հետապնդելով եւ ինչու՞ չէ նաեւ Իրանի դեմ։ Սակայն այսօր կարծում եմ շատ ճիշտ նշեցիք, որ Ադրբեջանը իրականում փորձում է շատ զգուշավոր քաղաքականություն վարել, ինքը ի տարբերություն իր մերձավոր դաշնակցի Թուրքիայի չշտապեց այսքան քննադատել կամ մեղադրել այսքան բնականաբար Իսրայելի գործողությունները, չնայած որ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունները շատ կարող էր դա հանգիստ ողջունել այդ քայլը, բայց դա էլ չարեց, այսինքն անհանգստությամբ, այսպես ասած, կողմերին անհանգստություն հայտնեց իրադարձությունների վերաբերյալ, սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը տվյալ դեպքում չեզոք է հանդես գալիս եւ տվյալ դեպքում նախադրյալներ չկան, այսինքն պատերազմի ընդլայնման եւ որպեսզի Ադրբեջանը ներքաշվի սրա մեջ։ Ճիշտ ասած, սրա հավանականություն ներկա պահին քիչ հավանական եմ համարում, կարծում եմ, որ Ադրբեջանը նույնպես թույլ չի տա իր երկիրը օգտագործել հակաիրանյան ինչ որ պլազդարմ հանդիսանալու համար, որովհետև սա նույնպես իր համար կարող է շատ վտանգավոր լինել։ Իսկ ինչ վերաբերում է հարցի նաև կենթարկվում այն ենթատեքստի Սյունիքի հետ կապված, կարծում եմ, որ սա այն հարցն է, որը միայն կախված չէ Ադրբեջանից եւ մանավանդ Իրանի միջև այս ռազմական գործողությունները ավելի նաև անորոշ են դարձնում եւ ավելի սենսիտիվ են դարձնում, զգայուն են դարձնում արտաքին խաղացողների ուշադրությունը այս խնդրում, որովհետև Սյունիքի մարզով ճանապարհի անցկացում ադրբեջանական տեսանկյունից դա միայն Ադրբեջանի հարցը չէ եւ ցանկացած ոտնձգություն Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սա Ադրբեջանի որոշելիքը չէ միայնակ։ Այստեղ պետք է լինի կոնսենսուս մի շարք խաղացողների հետ, նույն Թուրքիայի եւ բնականաբար օրինակ Միացյալ Նահանգների հետ այդպիսի ազդանշաններ չկան։ Տեսեք, առհասարակ այս հակամարտության դադարելուց հետո ինչ ազդեցություն կարող է ունենալ տեղի ունեցածը տարածաշրջանի վրա, որտեղ շատ դեպքում ասում են ազդեցությունը այլ է բուն գործողությունների ժամանակ, ազդեցությունն այլ է, երբ այդ գործողությունները դադարում են։ Տեսեք, իսկապես, որովհետև այլ բան է հենց պատերազմական գործողությունները, այլ բան է թե կողմերը ինչպես են մոտենալու հենց հետ պատերազմական իրավիճակին, ինչպես են արձագանքելու, այստեղ շատ կարևոր է լինելու թե նույն Իրանը ինչպես է հաղթահարելու, գաղտնիք չէ, որ Իրանը մեզ համար շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, ում դիրքորոշումը շատ առանցքային է եղել այսպես կոչված միջանցքային տրամաբանության դեմ պայքարելու կամ դիմադրելու հարցում, հետևաբար առանցքային է լինելու թե Իրանը ինչ դիրքերով է մոտենալու։ Այ գալով ձեր հարցին, թե ինչ խճանկար կստեղծվի, դա շատ կախված է նրանից, թե ինչպես կավարտվի պատերազմը, ինչպես կավարտվի ռազմական գործողությունները եւ արդյոք կկնքվի որևէ հաշտություն կամ շփման եզրեր կողմերի միջև թե ոչ եւ Իրանի դիրքերը ինչպիսին է լինելու, որովհետեւ դա շատ կարեւոր է եւ շատ զգայուն է մեզ համար։ Իդեպ Ադրբեջանի մասով մեկ բան էլ կուզեի ասել, Ադրբեջանի կարծում եմ իր հավասարակշռված, այսպես ասած, դեռևս դիրքորոշումը կախված է նաեւ իսլամական աշխարհի գործոնը, որտեղ իսլամական աշխարհը բնականաբար դատապարտում է Իսրայելի գործողությունները եւ Իրանը նույնպես ցանկանում է նաեւ այս տրամադրությունները միավորել, հետեւաբար Ադրբեջանը չի ցանկանում նույն հաշվի առնելով Թուրքիայի տեսանկյունը ավելի այսպես տարբերվող քաղաքականություն վարել, հենց դրա համար եմ կարծում, որ հենց Ադրբեջանը չշտապեց ողջունել կամ ավելի դրական վերաբերվել պաշտոնական հարթությունում Իսրայելի հարձակումներին եւ ավելի փորձեց չեզոք դիրք գրավել։
Եվ ձեր դիտարկմամբ այս գործողությունները որքան կշարունակվեն, երկու շաբաթ, ինչպես որ օրինակ իսրայելական կողմը նախապես կարծես նման ժամանակահատված էր հայտարարում, թե ամեն դեպքում անկանխատեսելի է եւ գործողությունները ցույց են տալիս, որ երկու շաբաթը դեռ կդառնա 3-4։ Անկանխատեսելի են, չեմ բացառում, որ դրանք բավական տևական ժամանակ տևեն, համենայն դեպս դատելով իսրայելական եւ ելնելով այն հայտարարությունից, տրամադրությունից, որ կան թե Իսրայելում, թե Իրանում, կարելի ասել, որ երկու կողմն էլ տրամադրված են ավելի երկարատև պատերազմ, այսինքն պատրաստ է նման սցենարի։ Ինչպես նշեցի, այստեղ ամեն ինչ կախված է մեծ հաշվով Իսրայելի դիրքորոշումից, որովհետև Իրանը ինքը պատրաստ է հաշտություն կնքել կամ դադարեցնել գործողությունները, եթե Իսրայելը դադարեցնի այն։ Հետևաբար այստեղ կախված է Իսրայելի ծրագրերից եւ նաեւ Միացյալ Նահանգների ծրագրերից։ Ի վերջո այս հակամարտությունը կամ այս պատերազմական գործողությունները փաստորեն եղան, երբ որ սպասվում էր Միացյալ Նահանգների Իրան բանակցությունների 6-րդ ռաունդը եւ սա կարող էր լուրջ խնդիրներ հարուցել Իսրայելի համար, որը եւս պատահական չէ։ Հետևաբար այստեղ պետք է հաշվել, թե ռազմական գործողությունները ինչպես կազմեն կողմերի վրա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հեռանկարում արևելագետ պատմական գիտությունների թեկնածու Գեորգի Միրզաբեկյանն էր։